Ողջույն սիրելի առաջին դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Այսօր այբենարանից նորից սովորելու ենք նոր տառ, կ հնչյունի տառերը։ Արտասանենք կն, դժվարությամբ է արտասանվում, արգելք է հանդիպում բերանում, նշանակում է կն բաղացային է։ Նայենք նկարին, կատու, մեծատառ տբագիր կ, փոքրատառ տբագիր կ, մեծատառ ձեռագիր կ, փոքրատառ ձեռագիր կ։ Նայում ենք երեխաներին հարցնում ենք, որ տառի մասնիկներն է պարունակում կ մեծատառը, մեծատառ ա-ի, ս-ի և փոքրատառ հ-ի մասնիկներն են պարունակում։ Նույնը փոքրատառը, մեծատառ ա-ի մասնիկը առանց գլխիկի և հ-ի գծիկը։ Կատու, կն նկարված է կարմիր գույնով, նշանակում է նոր սովորած տառն է, կ հնչյունի, բաղաձայն հնչյունի տառը։ Կարելի է առաջարկել երեխաներին ասել կ-ով սկսվող բառեր՝ կով, կապիկ, կրակ, կատու, կեռաս, կոճակ, կրունկ։ Հետո բառամիջում կ պարունակող բառեր՝ նկար, մկրատ։ Հետո նաև կարելի է առաջարկել բառավերջում կ ունեցող բառեր՝ կրակ, իլիկ։ Հետո խաղում ենք, որ բառերում կա կ։ Նայում են նկարին երեխաները, հնչեցնում են բառը գայլ, այստեղ կ չկա։ Կարելի է խաղ խաղալ, որ բառի մեջ կ-ն հնչում է, երեխաները ծափով ազդանշան են անում, որ կ պարունակվում է։ Կով, ծափ են տալիս երեխաները ասելով, որ կ կա, կարելի է հարցնել, իսկ բառի որ մասում է գտնվում կ-ն, սկզբում։ Սկյուռ, բառամիջում լսվում է կ, ծափերով ցույց են տալիս, որ սկյուռ բառի մեջ կ կա։ Շուն, լռում են, որովհետև կ չի պարունակում։ Իսկ եթե փոխենք դարձնենք շնիկ, բառավերջում արդեն կհնչի կ։ Ձի, կարելի է ասել երեխաներին, ինչպես փոխենք փոքրիկ ձի ասենք, որ կ հնչի բառի մեջ, ձիուկ, այո, վերջում կհնչի կ։ Եվ կապիկ, երեխաները կարող են բարձր ծափահարել, որովհետև կապիկ բառի մեջ և բառասկզբում, և բառավերջում կ է հնչում։ Այժմ երեխաները շրջագծում են բանաստեղծության կ պարունակող տողերը։ Այժմ երեխաները շրջագծում են բանաստեղծության մեջ կ-երը, որտեղ հանդիպում է կ-ն։ Անձրև եկավ, կաթ, 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 հողը խմեց, կում, 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 աղբյուր դարձավ կաթ, 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 ու խմեցինք կում, կում, կում։ Բոլոր կ-երը շրջագծելուց հետո երեխաները տպագիր կ-ն կարող են կոճակներով հավաքել, չորացրած կորիզներով հավաքել կ-ն և փորձել գրել ձեռագիր կ-երը։ Նայում ենք, այս ամպիկն է, որը կատ-կատ անձրև տվեց և հողը կում-կում խմեց այդ ջուրը։ Այժմ երեխաները պիտի կարդան բառերը, հիշեք բաց և փակ վանկերի մասին։ Մենք արդեն երկու ձայնավոր սովորել ենք ա, ի ձայնավորները և կ բաղաձայնի հետ միասին կազմում ենք փակ և բաց վանկեր։ Փակ վանք՝ ակ, իկ, բաց վանք՝ կա, կի։ Այժմ կարդանք բառերը, որոնց մեջ կհնչեն այս ձայնավորի և բաղաձայնի համադրությունը։ Կակտուս, փշոտ ծաղիկ է։ Մոծակ, կծան միջատ է։ Լուցկի, կրակ վառելու համար է։ Եվ իլիկ, տատիկը իլիկով թել է մանում։ Երեխաները կարդում են հետևյալ բառերը։ Կա, մի տառ ավելացնում ենք, հրն ավելացնում ենք կայի վերջում, դառնում է կար։ Հրն փոխում ենք ն-ով, դառնում է կան։
Տեսեք, այս բառերը կարելի է նաև թելադրել երեխաներին, որ արդեն կարողանան գրել։ Նկար, սանր, գրակ։ Բոլոր բառերը կարելի է օգնել երեխաներին, որպեսզի իրենք կարողանան գրել։ Եվ կարդում ենք փոքրիկ բնագիրը։ Վերնագիրն է անին։ Հիշեցնում ենք, որ ինչպես մարդկանց անունները, այնպես էլ դասերի վերնագրերը, բանաստեղծությունների, հեքիաթների վերնագրերը, կինոնկարների վերնագրերը, բոլոր վերնագրերը գրվում են մեծատառով։ Անին նկարում է։ Նախադասություն է։ Ցույց ենք տալիս, որ նախադասությունը վերջացավ։ Շունչ ենք առնում մի բան։ Սա Անիի նկարն է։ Օժանդակ բայը այն սովորեցնում ենք, որ փոքրիկ բառ է, բայց մենք կարդում ենք նախորդ բառի հետ միասին։ Եվ խաղ ենք խաղում, խորանարդիկներով կազմենք բառեր կարաս բառի տառերով։ Կարդում ենք կարաս։ Հիմա կարաս բառի մեջ գտնենք ուրիշ բառեր։ Կա, կար, արա, սար, սա։ Եվ վերջում էլ կարելի է գեղեցիկ գրել ձեռագիրը հղկելու համար այս փոքրիկ նախադասությունը։ Սա նկար է։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։